Իրանում որքան էլ իրավիճակը լարված է, զոհեր կան, քաղաքացիները աջ ու ձախ ջարդում ու փշրում են, այնուամենայնիվ ըստ արևելագետների այնպես չէ, որ այդ երկրում անկառավարելի է իրավիճակը։ Ըստ վերլուծաբանների ակնհայտ է, Իրանում բողոքի ալիքի հետևում արտաքին հետքն է։ Մասնավորապես բավականին շատ տեղեկություններ կան սահմանամերձ շրջաններում զենքի, ռազմամթերքի, ապօրինի ներկրման դեպքերը եւ իրանական անվտանգության ուժերի կողմից դրանց բացահայտման եւ կանխարգելման դեպքերը։ Արտաքին հետքին բավականին ակնհայտ է, որովհետեւ կան եւ շահագրգիռ կողմեր, կան նաեւ հատկապես իսրայելական հատուկ ծառայությունների մասնակցություններ։ Թրամփի կոշտ եւ սադրիչ հռետորաբանությունը, թե եթե Իրանի իշխանությունները կրակեն եւ դաժանորեն սպանեն խաղաղ ցուցարարներին, ապա Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության, վերլուծաբաններից շատերի համար ձևավորել է այն տպավորությունը, թե ԱՄՆ նախագահը նախապատրաստում է հերթական ռազմական սցենարը, այս անգամ Իրանի ուղղությամբ։ Դա այն մասին է, որ Միացյալ Նահանգները խոստանում են նաև արտաքին աջակցություն, եթե Իրանի ներսում իսկապես մոբիլիզացվեն հասարակական լայն շերտեր, ինքը կարծում եմ իրական չէ, ռեալ չէ, որովհետև իրանական հասարակությունը հատկապես արտաքին միջամտության դեմ սկսում է մոբիլիզացվել իր պետության եւ իշխանությունների շուրջ։ Այդ պատճառով կարծում եմ այս պահին գոնե թե չկա այնպիսի ռեսուրսներ, որպեսզի Իրանը տեղի ունենա ռեժիմի տապալում։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային իր հերթին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը շարունակում են լիակատար զգոն լինել եւ ուժեղացնում են իրենց պատրաստվածությունը։ Մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, Բաղային հայտնել է, որ Իրանի դեմ իրականացվող հոգեբանական պատերազմն ու մեդիա քարոզչությունը հակառակ կողմի ռազմավարության մաս են եւ նոր չեն։ Մեզ համար կարևորն այն է, որ մենք լիարժեք զգոնությամբ հետևում ենք մյուս կողմերի գործողություններին եւ մեր զինված ուժերը չեն ցուցաբերի անգամ նվազագույն անփութություն կամ զիջում, եթե խոսքը վերաբերվի Իրանի ինքնիշխանության եւ ազգային ամբողջականության պաշտպանությանը։ Օդում, ջրում թե ցամաքում ամերիկյան եւ ընդհանրապես միջազգային լրատվամիջոցները ուղիղ եթերներով ցուցադրում են Միացյալ Նահանգներում Վենեսուելայի նախագահ Մադուրոյի եւ կնոջ ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով մի վայրից մյուսը տեղափոխվելու կադրերը։ Այդ ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից գնահատականներ են հնչում Վենեսուելայում ԱՄՆ իրականացրած օպերացիային։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Կարակասում անցկացված գործողությանը նվիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը դատապարտելով Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի միջազգային ագրեսիայի ակտը այն որակել է ավազակություն։ Չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ հաստատվի միջազգային դատավորի դերում։ Կարակասում ԱՄՆ-ի ցինիկ հանցագործության համար արդարացում չի կարող լինել։ Մադուրոն եւ նրա կինը պետք է ազատ արձակվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ըստ միջազգային լրատվամիջոցների 4 պահանջ է ներկայացրել Վենեսուելայի առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որոնցից Նիկոլաս Մադուրոն հրաժարվել էր։ Ռոդրիգեսից ակնկալում են, որ նա միջոցներ ձեռնարկի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու ուղղությամբ Վենեսուելայից վտարի Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված գործակալներին։ Բացի այդ, Վաշինգտոնը Ռոդրիգեսից պահանջում է դադարեցնել նավթի մատակարարումները ԱՄՆ-ի հակառակորդներին։ Վաշինգտոնում վստահ են, որ նա կկատարի ԱՄՆ-ի պահանջները։ Մարկո Ռուբիոն խոսել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։ Ռոդրիգեսը համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Ռոդրիգեսն արդեն երթվել է որպես նախագահ։ Նա երկար զրույց է ունեցել Մարկոյի հետ եւ ասել է. «Մենք կանենք այն, ինչ ձեզ պետք է»։ Նա ընտրություն չուներ։ ԱՄՆ-ն Վենեսուելայում արտաքին կառավարման ինչ-որ ձև է քննարկում, մինչև նոր ընտրությունների միջոցով կձևավորվեն նոր իշխանություն։ Այդ ընթացքը երկար կտևի, եւ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կլինի արտաքին կոմիսարը Վենեսուելայում։ Այս պահին սակայն հայտնի դեմքերը, որոնք պետք է հավակնեն Վենեսուելայում իշխանության գալուն, համենայն դեպս չունեն Միացյալ Նահանգների աջակցությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։